Նաև կոչով եւ խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներին Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Երկար տարիներ նրանք ղեկավարել են Հայաստանի կառավարությունը, ուրեմն հանրապետությունը, եւ վստահ եմ, որ իրենք ունեն այն կապերը, ինչը կարող է նպաստել, որպեսզի արցախցիների խնդիրները թեթևացնենք, մեղմացնենք։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ օրվա իշխանությունների մեկ օր մնալը հավելյալ խնդիրներ է ստեղծելու մեզ բոլորիս համար։ Եվ իհարկե դիմում ենք մեր հայ բարերարներին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանի ընտանիքին, շատ լավ գիտակցելով իրենց այսօրվա կացությունը, դիմում ենք Սփյուռքում ապրող մեր հայ սրտացավ հայրենակիցներին սատար կանգնելու եւ միասին լուծելու արկա խնդիրները։ Անկեղծ եմ ասում, վերջին օրերին հանդիպումներ եմ ունեցել պայթունով զոհված ընտանիքների հետ, ում ընտանիքի անդամների քանակը 2 եւ 3 է, որևէ աջակցության ծրագրից իրենք հնարավորություն չունեն օգտվելու եւ այդ մարդիկ հայտնվելու են փողոցում, ուղիղ փողոցում, որևէ աջակցություն չի գործում։ Մի ընտանիք կար, որը որ այսպես ասած շատ ազդեցիկ էր, մի որդի ուներ եւ իր որդին ուրեմն պայթունի զոհ էր դարձել, այդ կինը գնալու տեղ չունի։ Եվ այսպես շարունակ։ Տիկին Ալան, ում երկու որդիները 23 թվականի պատերազմի մարտական գործողությունների ժամանակ զոհվել են, եւս տանիքի հարց ունի։ Կառավարության կողմից աջակցություն չկա զոհվածների ընտանիքների նկատմամբ։ Միթե այդ մարդկանց վաստակը չափվում է այս ձևաչափով։ Այսօրվա նպատակը հետևյալն է եղել, կարծում եմ սա ահազանգ կլինի շատ շատերի համար եւ հնարավորություն կտա ոչ թե պառակտվելու, այլ համախմբվելու, իրենց ազնական խնդիրները մի կողմ դնելու եւ մեկ սեղանի շուրջ համախմբվելու եւ արցախցիների հարցը ուրեմն լուծելու համար։ Սա է եղել օրվա նպատակը, եթե կան հարցեր, խնդրեմ։